Արամ Մանուկյան, երրորդ խոսափող, նախապատրաստի Շուշան Պետրոսյանը։ Լավ, սկսեմ ձեզ շնորհակալություն ասելով, որ հետևում եք իմ խոսքին եւ դիտողություն եք անում ոչ ճիշտ տերմին օգտագործելու համար շնորհակալ եմ։ Իմ նպատակը ինձ դա է, որ մենք իրար վերահսկենք, որ մաքուր խոսենք եւ անաղարտ պահենք, բոլորիս է վերաբերում եւ դրա արդյունքը այստեղ զգացվում է։ Հարցը կառավարության երրորդ անգամ է հնչում։ Մի ամիս առաջ Որոտանին է վերաբերում, հնչեցրի հարցը, հետո գրավոր ուղարկեցի, ոչ այն մեկին պատասխանեցիք, ոչ երկրորդին, նորից կրկնում եմ։ Ուրեմն Հայաստանի ամբարված ջրամբարների շուրջ 50%-ը, շուրջ 500 միլիոն խորանարդ մետր ծավալ, մեկ որոշումով հանձնվեց Որոտան համակարգին, Որոտան համակարգ համալիրն էլ տվեց ուրիշ երկրի։ Եվ կարդում եմ օրենքը, ջրի ազգային ծրագրով սահմանված պետական նշանակության ջրային համակարգերը պետական սեփականություն են եւ ենթակա չեն մասնավորեցման։ Ջրային համակարգերը համակարգում են հետեւյալ կերպ՝ պետական հատուկ նշանակության ջրային համակարգեր, որի մեջ մտնում է Սպանդարյանի ջրամբարը, Տոլորսի ջրամբարը։ Ինչ օրենքով, ինչ հիմնավորմամբ պետական, ռազմավարական նշանակության ջրամբարները վերջնական արդյունքում, երկու քայլի արդյունքում վաճառվել են։ Իհարկե դուք ասեք չի վաճառվել։ Խնդրում եմ ասեք, որն է իրավական հիմքը, որ ջրային ազգային ծրագրով, օրենքով սահմանված ռազմավարական նշանակության օբյեկտները, այն է ջրամբարները, օտարվել են։ Մեկ էլ ասեք, ինչի չեք պատասխանում։ Մի ամիս առաջ ասի կպատասխանեք, հետո գրավոր գրեցի, էլի չեք պատասխանել, ես ստիպված ուրիշ հարցերի փոխարեն կրկնում եմ երրորդ անգամ նույն հարցը։ Հարցին կպատասխանի Արմեն Մովսիսյան, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար։ Հարցը բանավոր շուտ էիք հնչեցրել, գրավորը ուշ էիք ուղարկել, ժամկետի մեջ է, քննարկում ենք, կպատասխանենք անպայման։ Առանց պատասխան չի մնա, ժամկետի մեջ կպատասխանենք։ Երրորդ խոսափող։ Ախր շատ դժվար է այդ հարցի պատասխանել, չեմ հասկանում։ Ես այդ դեպքում մեջ բերում եմ ձեր արտահայտությունը, բառացիորեն։ Որոտան կասկադը արդեն մոտ 40 տարեկան է, իսկ նման կասկադների համար 40 տարին սահմանային տարիք է, որտեղ պետք են լուրջ կապիտալ ներդրումներ։ Սա է եղել պատճառը, որ կառավարությունը որոշել է վաճառել Որոտանը։ Ձեր ասածն է, թե չէ։ Այո։ Այսինքն դուք ասում եք, որ Որոտանը վաճառվել է։ Այո։ Շատ լավ։ Ինձ լրագրողներին բոլորին ասեք, որ օրենքով։ Ռազմավարական օբյեկտ հանդիսացող օբյեկտների վաճառքի մասին է խոսքը։ Դե պատասխանը գրավոր ժամկետում կստանաք։ Դա էլ է պատասխան, որ պատասխան չունեք։